Եվ հարգարժան պարոն վարչապետ, այսօր մեր հանդիպումը այնքան է խոստումնալից, մենք լսում ենք խելամիտ առաջարկներ, հարցեր, որոնց պատասխանները մեզ համար մեծ նվաճումներ է։ Մենք բոլորս կարողանում ենք կողմնորոշվել հարցի պատասխանից։ Ինչի համար ես շնորհակալ եմ բոլորին, նախաձեռնողներին, կազմակերպիչներին։ Բայց ստա մի բաց կա, որ այս բայցը ինչ որտեղ մեզ խանգարում է։ Ունեմ առաջարկ եւ խնդրանք։ Հարցը ուղղում եմ պարոն Թորոսյանին, բայց հարցի պատասխանը բոլորի մոտ է, բոլոր նախարարության մոտ, որովհետև այդ գրասենյակներում նույն ոճը շարունակվում է։ Առաջարկում եմ եւ խնդրում եմ բոլոր քաղաքացիների եւ ընդհանրապես կարողանանք բեռնաթափել փաստաթղթային այս ծանրաբեռնվածությունը, որտեղ մտնում ես արգելք, որտեղ մտնում ես լրացուցիչ այնքան փաստաթղթեր են պահանջում, ոչ թե արգելում են, այլ այնքան փաստաթղթեր են պահանջում, որ օրը վերջանում է դու դեռ հարցի պատասխանը չլսած։ Եվ ավելորդ քաշքաշուկներ է դառնում։ Մենք բոլորս հույսով հավատով ենք, որ կանաչ լույս կվառվի բոլոր նրանց առջև, ովքեր կկարողանա իր նախարարությունում, իր վարչությունում, ներքին թե արտաքին կարգով, գոնե հանձնարարություն տակ, որ պետք չի ամեն մանրուքի մեջ մտնել։ Փառք Աստծո, համակարգիչները եկել են մտալ գրասենյակները, ամեն ինչ լուծում են։ Հիմա ես մի առաջարկ ունեմ եւս, որ քաղաքացիության հետ կապված այս հարցը, որ ասում եմ, բոլորին է վերաբերում, բայց այս հարցը լուծելու է մեր պարոն վարչապետը։ Քաղաքացիության հարցի շուրջ շատ տարաձայնություններ կա, շատ խնդիրներ կա, բայց մեծ չափով ցանկացողներ կան, որպեսզի քաղաքացիություն ընդունեն։ Առաջ է գալիս մի հարց։ Առաջ մղել նաև երկքաղաքացիության հարցը, որը կդառնա մի խթան, որ մենք կարողանանք զուգահեռ կերպով մեծ հոսք լինելու։ Երկքաղաքացիության հարցը, երբ որ մտնի ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը արագ կերպով արժե տալու։ Ես ներողություն կխնդրեմ ամփոփել լավ հարցը։ Հույս ունեմ ու հավատ ունեմ, որ նման հանդիպումները մեզ համար ուղի կդառնա, ուղի կհարթի մեր խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար։ Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ ես ներկայացնում եմ Տավուշի մարզը։ Ազգանունը կասեք, կներեք։ Բեգլարյան, պարոն Բեգլարյան, նստեք, շնորհակալություն։ Դու բա որ իմանաք մեզնից ինչքան փաստաթուղթ են ուզում, որ մենք են գնում տարբեր հաստատություններ, որ օրինակ գնում են վարորդական իրավունք անելու, նգնա այնքան թուղթ են ուզում, ես էլ եմ զարմանում։ Ասում եմ, այդ սաղ թղթերը ձեր մոտ կային չեք իզնից ուզում։ Բայց ճիշտ եք ասում երկու մասով, տեսեք, նախ մեր ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք որ կան տարբեր թվային հարթակներում, մենք ստանում ենք տարբեր թվային հարթակներից։ Օրինակ բերեմ, օրինակ նույն այդ հրատապ աջակցության ծրագրերը, հա, հաճախ այդ 30,000-ները, 40+10-երը, երբ որ on-line դիմումը լրացում է համակարգչով,
Մենք փաստաթուղթ չենք ուզում, նույնիսկ այդ ժամանակ մեզնից բողոքում են, ասում են ինչի՞ է մերժում գալիս մեր դիմումի, ես կարամ ձեզ փաստաթղթեր բերեմ։ Հակառակն էլ կա, էլի, մենակ տենց չի։ Բայց ես համաձայն եմ, որ մենք աստիճանաբար պետքա կչացնենք։ Օրինակ մեր այդ ապագա սպասվող փոփոխությամբ հանձնաժողովի մասով մենք փաստաթղթերի թիվը կչացնելու ենք, օրինակ ընդ մինիմում 2 հավաստող փաստաթղթ ենք ուզում, հիմա 1-ն ենք ուզելու, որ գոնե մի հավաստող բան կլինի։ Եվ տեղահանվածների մասով խնդրեմը ինչի՞ է, որ հաճախ այդ փաստաթղթերը կարիք են առաջանում, այդ թվում հիմա նոր խոսում էինք ծննդականների մասով, ծննդականների վերականգնման մասով, որտեղ եղել է արտակարգ իրավիճակ։ Եթե արտակարգ իրավիճակ չլիներ, համակարգերը հեշտ լինել կարդալ, այսինքն ամբողջ ինֆորմացիան ի սկզբանե ինտեգրված լիներ, միգուցե կարիք չլիներ։ Դրա համար են այդ ամեն ինչը անհրաժեշտ։ Բայց ամփոփելով ասեմ, որ ընդհանուր մեր կառավարության քաղաքականությունն է նա, որ փաստաթղթերի թիվը կչացնենք, դիմումների թիվը կչացնենք եւ բազմաթիվ նման ոլորտներ կան, որ արդեն քչացել են, բայց դեռ կան ցավոք սրտի եւ դա մշտական աշխատանք է, որ պետքա կատարենք։ Բայց հաստատ համոզված եղեք, մենք ձեզնից դրանով չենք տարբերվում, մեզնից են լիքը թուղթ ուզում։ Չգիտեմ, պարոն Թորոսյան, ինչ փորձառություն է ունեցել ՆԳՆ-ի հետ, որ շատ փաստաթղթեր են ուզել, բայց պատասխանելով պարոն Բեգլարյանի հարցին, հենց այս տրամաբանության մեջ մենք քաղաքացիության դիմումները այլևս on-line հարթակով ենք վերցնում, որպեսզի անընդհատ ձեզ չբերենք գրասենյակ, մի բան պակասի, հետո հետ գնաք, հավատացնում, որ այդ տարբերակով շատ ավելի շատ եք ժամանակ ծախսում այս process-ի վրա, քան տնից նստած ձեզ հարմար ժամանակահատվածում այդ բոլոր փաստաթղթերը, որոնք որ կարիք կա ունենալու քաղաքացիության համար ներկայացնեք, ընդ որում մենք զտել ենք ու թողել ենք մենակ այն կենսական նշանակության փաստաթղթերը, որոնք իրականում հասկանում եք, չէ, որ լուրջ process-ի մասին ենք խոսում, քաղաքացիության շնորհման process-ի մասին ենք խոսում եւ այստեղ պետությունը պիտի լեգիտիմ կառուցի process-ը եւ սա է պատճառը, որ մենք արդեն անցել ենք on-line պլատֆորմի, որ ձեզ ավելի հարմար տարբերակով ցանկացած պահի, ցանկացած ժամի կարողանաք ներբեռնել այդ փաստաթղթերը դիմումի համար անհրաժեշտ եւ ընդամենը մի անգամ այցելեք գրասենյակ նույնականացվելու եւ process-ը շարունակելու մասով։ Ծննդյան վկայականների մասով կարծում անդրադարձանք առաջիկա ժամանակահատվածում վերջնական որևէ հանգուցալուծում արդեն կոմունիկացնենք, միասին կգնանք առաջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար